Հիվանդանոցում ինքս չեմ եղել, թույլատրված չէր, բայց ինչքանով որ հասկացա, երեկվա հետ համեմատած այսօր կար մի քիչ դրական դինամիկա ու դա այսպես հիմք են վերցրել ու բերել են դատարան։ Ձեր կարծիքով պարտադիր կալանքը կտան, ասում են այնպեսի դատավոր է, որ ուզի կալանքը պիտի տա։ Ես էլ եմ լսել, նոր պատգամավորների հետ, գործընկերների հետ խոսում էինք, հենց հետ էի հարցնում։ Պարզապես նաև Դավիթ Ղազինյանի կալանք տվող դատավորն է եղել, այնպես որ չեմ կարծում, այսպես շատ ակնկալիքներ չկան, արդարադատության։ Իհարկե միշտ գալիս ես դատարան, ակնկալիք է նա, որ կիրականացնի արդարադատություն, ճնշումներին չի տրվի, բայց մեծ հաշվով ես արդեն 8 տարվա ընթացքում տեսնում ենք ընդհանուր պատկերը ու առանձնապես այսպես դրական ակնկալիք ես ինքս չունեմ։ Իսկ առողջական վիճակով պայմանավորված նիստի հետաձգում կամ գուցե կալանքի որոշումից խուսափում տնային կալանք։ Չգիտեմ, մի փոքր որ ինչ որ բան կա մտածում եմ, որ միգուցե այդ առողջական վիճակը հաշվի առնելով ինչ որ ուրիշ բան լինի, բայց չգիտեմ, սրանց տեսնում ենք էլ։ Գիտեիք, որ հենց այդ օրը առավոտյան գալու են ձեր տուն, որովհետև շատ քննարկվեց ու նաև շարարկվեց քպականների կողմից, որ դուք գիտեիք դրա համար Լևոն Քոչարյանը եկավ այդպիսի սուր ձևակերպման փարս տվեց, ասեց պիղծ դավաճան, որ հետո ոնց որ դրանով պայմանավորել են գալը։ Մյուս կողմից էլ այսօր Տարոն Չախոյանն ասում է, հələ պետք է պարզենք, թե ով է ձեզ տեղեկություն տվել, որ դուք գրել եք բարի գալուց տաղացը։ Որ ձեռները կտրեն, չէ՞։ Ես ուզում եմ հաղորդում տալ հանցագործության մասին, այս առումով իսկապես ես գիտեի, որ գալու են ու դա իմացել եմ Նիկոլ Փաշինյանից, ինքը դրա մասին խոսել է թե նախընտրական շրջանում, թե հատկապես վերջում Աժե ամբիոնից, կոնկրետ Աժե ամբիոնից խոսել է դրա մասին, այնպես որ առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով, որ նախորոք տեղեկություն է հայտնում գործով մանրամասների հետ կապված։ Բայց հենց գիտեք, որ այդ օրն էր գալու։ Եթե ավելի լուրջ իհարկե չգիտեի, որ մյուս օրն են գալու, ճիշտ է, երեկոյան մամուլը գրեց դրա մասին, բայց ընդհանուր մենք հասկանում ենք, որ այս ամբողջ իր խոսույթը, կոնկրետ սպառնալիքները միջալից ոչ միայն իրա, նաև մյուս ԿՊԱ-ականների պատգամավորների հասկանում ենք, որ ինչ որ գործընթաց կա նույն հորս հետ կապված, երբ որ ապօրինի չթողեցին մի քանի օրով բացակայել երկրից, այսինքն հասկանում ենք, որ ինչ որ բան էփվում է, բայց այն ինչ իրանք նկատի ունեն, որ ներսից ինչ որ ինֆորմացիա կար, չէ, դա այդպես չէ։ Ասում են, որ այս ինֆորմացիան այսքան նաև իրավապահ համակարգից, որ սա ոնց որ մոտ 1 ամիս եփած գործ էր, ուղղակի հարմար պահ են սպասում, որ նաև Փաշինյանը այդ հրահանգը տա եւ մտնեն, նախ սրա մասով ինչ կասեք, ու մեկ էլ ձեր տան խուզարկությունն էլ ապօրինի են որակում ձեր պաշտպանները ասել են, որ կբողոքարկեն, հնարավոր է, որ ձեր մասով էլ դատախազը արդեն մտնի խորհրդարան, կա այդպեսի նախադրյալ ձեր մաս կամ մտավախություն։ Տեսեք, իրավական մասով իհարկե չկա մտավախություն, բայց իրավական մասով նաև մտավախություն չկար այն ամեն ինչի հետ կապված, ինչի հիմա տեղի է ունենում, բայց հասկանում եք շատ լավ, որ այստեղ իրավական գործընթաց չի գնում, այսինքն եթե իրավականից դուրս են գալի մնացած մասով ենք նայում, այսպես քաղաքական, ապօրինի, իհարկե հնարավորություն կա, այսպես, որ ասեմ ինչ որ նման տեղեկություն ունեմ, չէ, չունեմ նման տեղեկություն իմ մասով։ Ես չունեմ որևէ կարգավիճակ կարող եմ ունենալ միայն անպատասխան անձեռնմխելիությունը հաղթահարելուց հետո։ Շատ անհեթեթ է դատարանի որոշումը, որ դուք տեսնեք, ուղղակի ծիծաղալու ինչ որ պատճառաբանությամբ այդ գործն է գրած, վերջում ինձ հետ ինչ որ փորձում են իմ տանը փորձում էին ման գալ ինչ որ բաներ, հիմա մի քիչ վստահ չեմ ուղղակի, չեմ ուզում տեղ տալ նախաքննական գաղտնիքի հետ կապված ինչ որ բաներ ասել, էլի դրա համար իսկ հիմա ժամանակը գա կխոսանք։ Բոլորը այսպես գրպաններից մեջ էին մտնում կախված պիջակների, տաբատների։ Դրամ, չէ։ Դրամ։ Բավարար է դոլարն։ Հա։ Միլիոններով։ Ինչոց միլիարդ, 15000 դրամ։ Դե արդեն 15000 դրամը գտել են, մնացածը։